Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով, որ ես ներգրաված եմ եւ մեր գործընկեր Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանությանը եւ Ռուբեն Մխիթարյանի երկուսի մասով էլ որոշ ընդգծումներ անեմ, որպեսզի նաեւ ձեզ եւ հանրությանը պարզ լինի ինչա կատարվում։ Սկսենք Ալեքսանդր Կոչուբաևից։ Ալեքսանդր Կոչուբաևին մեղսագրվել է Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավանական արարքի կատարումը, ես ընթերցեմ, որպեսզի բոլորին պարզ լինի։ Քննիչի, դատավորի, դատախազի, հարկադիր կատարում ապահովող ծառայության, փաստաբանի վերաբերյալ, ուրեմն արատավորող կամ նշված անձանց իրավունքներն օրինական շահերն այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը, որը կապված է իրենց ծառայողական մասնագիտական գործունեության հետ։ Դուք բոլորը ծանոթ եք Ալեքսանդր Կոչուբաևի հրապարակմանը եւ պարոն Կոչուբաևի հրապարակման մեջ նշված բնորոշումները կարելի է տարբեր կերպ անվանել՝ վիրավորանք, թերևս կգտնվեն մարդիկ, որ կանվանեն դա հայրախոսություն, ամեն ինչ, բացի տեղեկությունից։ Տեղեկությունը մենք բոլորս ողջամտորեն ենթադրում ենք ինչ է, դա ինֆորմացիան է, փաստի վերաբերյալ պնդումն է։ Ըստ այդմ, հարգելի գործընկերներ, 490-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատժի սպառնալիքով արարքի մեղսագրումը Կոչուբաևին մեր համոզմամբ հետապնդում էր բացառապես Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու հնարավորություն ստեղծելու եւ այդ միջոցով նաեւ նրան պատժելու ուրեմն ակնկալիք։ Հակառակ պարագայում, այո, հակառակ պարագայում մենք պնդում ենք, որ օրենսդիրը նպատակ չի ունեցել իմ կողմից նշված կատեգորիայի անձանց, այդ թվում փաստաբաններին, քննիչներին, դատախազներին, դատավորներին պաշտպանելու պարզ վիրավորանքից կամ հայրախոսությունից։ Դրա դեմ պաշտպանության միջոցները նախատեսված են քաղաքացիական օրենսգրքի վիրավորանքի վերաբերյալ ուրեմն կարգավորումները, որին լրագրողները թերևս ամենալավն են ծանոթ, որովհետև վերջին տարիներին հաճախ են զրպարտության եւ վիրավորանքի ուրեմն հայցեր ներկայացվում լրատվամիջոցների դեմ։ Ըստ այդմ մենք նաեւ պնդում ենք, որ Կոչուբաևին մեղսագրվող արարքի ուրեմն փաստական նկարագրությունը չի համապատասխանում այդ հոդվածի պահանջներին, ըստ այդմ նաեւ չկա հիմնավոր կասկած։ Ուստի պարոն Կոչուբաևին կալանավորելը այս մասով մենք դիտարկում ենք որպես անօրինական։ Դատարանը, եթե ճիշտ եմ հիշում, նոր հանցանքի ռիսկներ տեսել, եթե կարող է սխալվեմ, որովհետև դատական ակտը իմ մոտ չկա, այնուամենայնիվ նաև կալանավորման մասով քննիչները պնդում էին, որ լայնածավալ բարոյթային գործողություններ պետք է իրականացվեն, հայտնաբերվեն ինչ-որ մարդիկ անհասկանալի, բայց իմ տեղեկություններով 3 արդեն նախաքննության ավարտը հայտարարվել, այսինքն այս մասով ընդհանրապես ընդգծված այն պատկերացումը մեր, որ կալանավորումը լրիվ անտեղի էր։ Նամանավանդ փաստաբանի նկատմամբ, որը իրավագիտակցության այլ մակարդակ ունեցող մասնագիտական գործունեություն իրականացնող անձնավորությունը ունի վստահորդներ, մի քանի տասնյակ, եթե ոչ 100-ից ավել, եւ այդ մասով նաեւ ուրեմն խնդիր կա։ Ռուբեն Մխիթարյանի մասով, ինչպես պարոն Բաբայանը նշեց, Ռուբեն Մխիթարյանը փաստաբան 3 օր առաջ Գյումրու համայնքապետարանի դիմաց գտնվում էր կապված իրավապաշտպան գործունեություն իրականացնելու հետ։ Ասվածը որոշները փորձեցին ներկայացնել որպես քողարկում հավանական ինչ-որ գործողությունների, բայց օբյեկտիվ ապացույցներով մենք հիմնավորել ենք եւ դատարանում եւ արարք իրականացնող մարմնին եւ նաեւ դուք եք տեսել, որովհետեւ մենք օգտվել ենք ձեր հրապարակումներից եւ ձեր լայվերից, որ պարոն Մխիթարյանը առաջին անգամ երբ ժամանում է համայնքապետարան, ոստիկանների հետ բանակցում է, որպեսզի ներս մտնի համայնքապետարան, հաշվի առնելով, որ ինքը փաստաբան է եւ ներսը ունի վստահորդներ, որոնց պիտի իրավաբանական օգնություն տրամադրի։ Ռուբեն Մխիթարյանը արդեն համայնքապետարանից դուրս գալուց հետո, անկախ իր ցանկությունից հայտնվում է մի իրադրության մեջ, երբ երկուստեք ցուցարարները եւ ոստիկանները ինչ որ հրմշտոցի եւ ինչ որ խառը իրավիճակի մեջ է լինում։ Հենց ձեր հրապարակած լայվերից մենք ուրեմն համապատասխան վերաբերելու մասնակցել եւ ներկայացրել վարորդ իրականացնող մարմին, երբ Ռուբեն Մխիթարյանը ձեռքերը վեր պարզած, ոստիկանների եւ ցուցարարների միջև կանգնած, փորձում է հանդարտացնել իրավիճակը։
նրան հենց այդ պահին են արգելանքի վերցնում։ Բացի այդ, կա նաև օբյեկտիվ ապացույց տեսանյութ, որ էլի ներկայացվել է, ես անկաշկանդ եմ, որովհետև դա նախաքննական գաղտնիք չի, հրապարակված անհամաչելի տեսանյութեր են, եւ իրեն ուղեկցող ոստիկաններին ասում եմ, թողեք, ես փաստաբանեմ, ես ինքս կգամ, ասում են, հա, ինքդ կգաս, ասում եմ, հա, թողում են, պիջակը ուղղում է եւ հանգիստ քայլում է։ Եվ նաև հենց այդ պահին մատնանշում է ոստիկաններին, որ 7 հոգով մարդ են ծեծում։ Եվ այդ ժամանակ հենց տեսախցիկը լրագրողը պահում է այդ ծեծի կադրին, որտեղ ոստիկանները ակնհայտորեն գետնին ընկած ցուցարարին հարվածներ են հասցնում ոտքերով եւ ձեռքերով։ Ռուբեն Մխիթարյանին մեղսագրվել է զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ արդարադատությանը խոչընդոտելու ուրեմն արարքները։ Այ մենք նշեցինք, չէ՞, որ ինքը այնտեղ գտնվում էր իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով։ 486-րդ հոդվածը արդարադատությանը խոչընդոտելու այդ հոդվածը վերաբերվում է արդարադատությանը կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի քննություն իրականացնող մարմնի, ինչպես նաև փաստաբանի կողմից իր գործունեությունը խոչընդոտել։ Ասում ենք, այս սիրելի վարույթ իրականացնող մարմին, դուք ունեք ինչ-որ հաղորդում, ինչ-որ ոստիկանի, որն ասում է, որ Ռուբեն Մխիթարյանը խոչընդոտում էր մեր աշխատանքին։ Ունեք Ռուբեն Մխիթարյան, որ ասում է, հարգելնես, ես փաստաբան եմ, ես իրականացնում եի իրավաբանական օգնություն, ինձ եկան բռնեցին, ձերբակալեցին։ Առնվազն պիտի կշեռքի հավասար նժարներին դնեք։ Ու այնպես ինչպես ստուգում էիք ոստիկանի տված հաղորդումը կամ զեկուցագիրը, պիտի նաև ստուգեիք Ռուբեն Մխիթարյանի հայտարարությունը, որովհետև հավասարապես էլ կարելի է ենթադրել, որ իր կողմից իր մասնագիտական գործունեությունն են խոչընդոտել, որը նույն հոդվածով հետապնդվող պատժելի արարք է։ Բնականաբար վարույթ իրականացնող մարմնի մտքով էլ անգամ չէր անցել այդ հանգամանքները ստուգել, որովհետև մեր պնդմամբ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ նաեւ հետագայում ուրեմն ազատությունից զրկելը կապված չէր վարույթ իրականացնող մարմնի օրենքով հետապնդվող նպատակների հետ։ Իմ անձամբ իմ համոզմունքը հետեւյալն է, որ Ռուբեն Մխիթարյանի հանրային հրապարակային ուրեմն իրավապաշտպան գործունեությունը նաեւ հանրային քննադատական խոսքը ուղղված գործող իշխանություններին կամ իշխանությունների կողմից այս կամ այն ուրեմն դրսևորվող արարքներին, բայց շատ կոնկրետ է, որ այստեղ սահմանափակվել է հենց այդ պահին Ռուբեն Մխիթարյանի որպես փաստաբանի կողմից իրականացվող մասնագիտական գործունեություն, ինչը դատապարտել է եւ պալատը եւ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, նաեւ հավելեմ, որ տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների հետ նաև աշխատում ենք միջազգային կառույցներին եւ միջազգային ուրեմն տարբեր մարմիններին կոմունիկացնելու այս հանգամանքների վերաբերյալ ավելի շատ դետալներ եւ հուսով եմ, որ արձագանքները սպասեցնել չեն տա։